մեր նոր դասը, այսօր մեր դասն է գլանի մակերևույթի մակերեսը։ Նշեցինք։ Դե փակում ենք դասագրքերը, ուշադիր լսում եք ինձ։ Մենք երևի նկատած կլինենք, որ մետաղագործները ինչ են անում մետաղեթի թեղից։ Պտտում են ու ստանում են ինչ գլանաձև խողովակներ, ճիշտ է։ Նույնը կարող ենք նաև մենք անել։ Ուղղանկյունաձև ցանկացած թուղթ կարող ենք հանդիպակաց կողմերից ինչ անել։ Պտտել եւ ստանալ ինչ ու ստանալ գլանաձև մակերևույթ, ճիշտ է։ Պտտեցի, սիրուն, ստացանք գլանաձև մակերևույթ։ Կարող ենք նաև երեխաներ կատարել հակառակ գործողություն։ Այսինքն գլանը հիմքի շրջանագծի երկայնքով, եթե կտրենք ու կտրենք ծնորդի երկայնքով։ Կտրեցի ու բացեցի։ Ու փռեմ հարթության վրա, ինչ կստանամ։ Ուղղանկյուն։ Կստանամ կողմնային մակերևույթը ուղղանկյուն եւ հիմքերը շրջանագծեր։ Հիմքերը շրջաններ։ Պատկերացրեցիք ինչպես կտրեցինք։ Սա մեր հիմքի շրջանագծի երկայնքն է, իսկ սա մեր ինչն է։ Ծնորդի երկայնքով ենք կտրել։ Եկեք նույնը պատկերենք գրատախտակին։ Ինչ են պատկերում։ Ասենք։ Ուղղանկյուն։ Այո, որը ինչ է հանդիսանում։ Կողմնային հատվածն է, գլանի։ Կողմնային մակերևույթն է, գլանի կողմնային մակերևույթի փռվածքն է եւ երկու շրջան, չէ՞։ Մեկ, այս ինչերն են գլանի։ Հիմքերը։ Այս մեր գլանի հիմքերն են երեխաներ։ Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ ուղղանկյան կողմերից մեկը տառերով նշանակենք։ A, B, C, D։ Ինչ ենք նկատում։ Կողմերից մեկը ինչ է հանդիսանում։ Բարդություն ուղղահայաց։ Ապրես, դա գլանի ինչն է։ Ծնորդներ, չէ՞, որ կտրեցինք, ճիշտ է։ Եվ մենք գիտենք գլանի բարձրությունը զուգահեռ է նրա բոլոր ծնորդներին եւ հավասար է նրանց։ Հավասար են իրար բոլոր ծնորդները եւ բարձրությունը։ Ամեն կարող եմ ինչ գրել։ Հաշ։ Ապրեք հաշ։ Հետո երեխաներ։ Ուղղանկյան մյուս կողմը ինչ է հանդիսանում։ Շրջանագծի երկարությունը։ Ապրես Սիլվի։ Մյուս կողմը հանդիսանում է մեր շրջանագծի երկարությունը։ Ով կարող է ինձ հուշել շրջանագծի երկարությունը ինչի է հավասար։ Շրջանագծի երկարությունը ինչպես ենք հաշվում։ 2πr։ Շրջանագծի երկարությունը հավասար է ճիշտ 2πr։ Այստեղ ինչ եմ գրում, ուղղանկյան կողմերից մեկը հանդիսանում է շրջանագծի երկարությունը 2πr։ Գտնելով ուղղանկյան մակերեսը, մենք ինչ կգտնենք։ Կողմնային մակերևույթի մակերես։ Ապրենք, կգտնենք գլանի կողմնային մակերևույթի մակերես։ Իսկ մենք գիտենք ուղղանկյան մակերեսը ինչի է հավասար։ Երկու կողմերի արտադրյալ։ Այո, երկու կից կողմերի արտադրյալ։ S-ը հավասար է AB անգամ AD։ S-ը հավասար է AB-ն մեր հանդիսացավ բարձրությունը գլանի, իսկ AD-ն Երկարություն։ 2πr h։ Այս մեր ինչը ստացանք։ Կողմնային մակերևույթի մակերես։ Կողմնային մակերևույթի մակերեսը։ Այստեղ առանձին գրեմ, S կողմնայինը հավասար է 2πr h։ Հաջորդ երեխաներ, եկեք ստանանք լրիվ մակերևույթի մակերեսը։ Հա։ Այս լրիվ ինչի հավասար։ Հիմքերի մակերեսները գումարած կողմնային մակերևույթի մակերես։ Ապրեք։ Քանի հիմք ունի գլանը։ Ինչ եմ գրում։ 2s հիմք գումարած s կողմնային։ Ճիշտ է։ S լրիվը հավասար է։ Տեղադրենք բանաձևերը։ Հիմքերը շրջանը, մակերեսը գիտենք։ Շրջանի մակերեսը s ինչի հավասար։ πr քառակուսի։ Ճիշտ է։ Տեղադրենք 2πr քառակուսի պլյուս կողմնային արդեն ստացել ենք։ Հավասար է ինչի։ Եթե 2π
Ինչն ենք ընդհանուր հանում։ Երկու էր։ Ահա։ Երկու էր հակառակների մեջ պի գումարած հաշ։ Այստեղ ինչ մնաց։ R plus H, այո։ Ինչ ստացանք։ S լրիվը։ Կլանի լրի մակերևույթի մակերես։ S լրիվը հավասար է։ 2π R plus H։ Հիմա երեխաներ ինչ գիտեինք եւ ինչ իմացանք։ Ինչ գիտեինք։ Շրջանագծի երկարությունը հաշվը 2π է։ Ուղղանկյալ մակերեսը գիտեինք, շրջանի մակերեսը գիտեինք եւ ինչ իմացանք հասկրան։ Գլանի կողմնային մակերևույթի մակերեսը եւ գլանի լրի մակերևույթի մակերեսը։ Ահա։ Կամ եւ Ելենա, ինչի հավասար գլանի կողմնային մակերևույթի մակերեսը։ Գլանի կողմնային մակերևույթի մակերեսը, այսինքն այս կողմնայինը հավասար 2π էր հաշ։ Այստեղ R ինչ է հանդիսանում։ R-ը դա շրջանագծի շարավիղն է, շրջանի շարավիղն է, H-ը դա բարձրությունն է կամ ծնորդը, բարձրությունն է, որը հավասար է ծնորդներին եւ պինի հաստատուն թիվն է, ով կարող է ասել պի արժեքը 3.14 հավասար է 3.14 Վերջ ապրեք նստեք։ Այսքան է մեր նոր դասը, մենք ունենք սիրուն տեսանյութ, որտեղ անիմացիայով սիրուն ցույց է տալիս երեխաներ, եկեք մի հատ ավելի ամրապնդենք մեր դասը։ Սև մենք պտտենք ուղղանկյունը կոչակը, որի ծնունդը տեսնելու համար, որը տեղի ունենում տրված ուղղանկյունը նրա մի կողմը պարունակող ուղղի շուրջը պտտելիս։ Պտույտն ավարտվելուց հետո գլանի մակերևույթը, հիմքերը, բարձրությունը, հիմքի շարավիղը գլանի առանցքը տեսնելու համար սեղմենք համապատասխան կոչակները։ Գլանի մակերևույթը, Տեսանք կողմնային մակերևույթ։ գլանի հիմքերը, գլանի բարձրությունը, գլանի հիմքի շարավիղը, Տեսանք հիմքերի շարավիղը։ գլանի առանցքը, շարժելով կանաչ կետերը կարող ենք փոխել գլանի բարձրությունն ու հիմքի շարավիղը։ Եթե մկնիկի ցուցիչը պահենք ներքևի մուգ կապույտ տիրույթում, սեղմենք ու սեղմած պահելով մկնիկի ձախ կոճակը, շարժենք մկնիկն ու շարժման ընթացքում բաց թողնենք կոճակը, ապա մկնիկի շարժման ուղղությամբ անընդհատ պտույտ կհաղորդենք մոդելին։ Պտույտը դադարեցնելու համար մկնիկով սեղմենք Կետի պտույտից գիտենք, շրջանագիծը առաջանում։ Պատկերն ուսումնասիրելուց հետո ակնհայտ է, որ նրա հիմքերը հավասար շարավիղներով շրջանագծեր են, որոնց կենտրոնները գտնվում են նույն ուղղի գլանի առանցքի վրա։ Սեղմենք պրեք գլանը կոճակը գլանի փռվածքը ցուցադրելու համար։ Տեսնում ենք, որ գլանի փռվածքը կազմում են ուղղանկյունը և երկու իրար հավասար շրջանները։ Ուսումնասիրելով գլանի փռվածքը, տեսնում ենք, որ գլանի կողմնային մակերևույթի մակերեսը իրենից ներկայացնում է ստացված ուղղանկյան մակերեսը, իսկ լրիվ մակերևույթի մակերեսը այդ ուղղանկյան և հիմքերի շրջանների մակերեսների գումարը։ Եթե մկնիկի ցուցիչը պահենք ներքևի մուգ կապույտ տիրույթում, սեղմենք ու սեղմած պահելով մկնիկի ձախ կոճակը շարժենք մկնիկը ու շարժման ընթացքում բաց թողնենք կոճակը, ապա մկնիկի շարժման ուղղությամբ անընդհատ պտույտ կհաղորդենք մոդելին։ Պտույտը դադարեցնելու համար մկնիկով սեղմենք մուգ կապույտ տիրույթում։ Ինչպես տեսանք, գլանի փռվածքը իրենից ներկայացնում է հիմքերի շրջանների և այն ուղղանկյան ամբողջությունը, որի կից կողմերը հավասար են գլանի բարձրությանը և L շրջանագծի երկարությանը։ Հիմա եկեք երեխաներ մի հատ խմբային աշխատանքով ամրապնդենք մեր դասը, այսինքն ասնենք խնդիրներին, տեսնենք ինչպես եք ընկալել գլանի մակերևույթ կիրառենք, հա, մեր բանաձևերը խնդիրների մեջ։ Եկեք խումբ կազմենք, հաշվում ենք 1-ից 3-ը, հիշում եք
ձեր թվերը 1 2 Մեկերը թող տեղավորվեն ըստ սեղանին, երկուսները էստեղ, երեքներն է թող գանց, հա? Արագ տեղավորվում են, արամ բամուկի, Ուղղանկյուն պտտումից ինչ է առաջանում։ Նայ հասկացի ստեղ ես ոնց եմ պտտել։ Ես 12-ին կախվեց։ Ժամանակը դրացա, վերջացրել ենք երեխաներ։ Եկեք ամփոփենք, առաջի խումբը, բոլորի մոտ ստացվել է։ Առաջի խումբը Ավակովը, Ելենա ջան, արի առաջինը դուք Ահա, մի քիչ արագացրու։ Մի հատ ընթերցիր խնդիրը տեսնենք։ 12 եւ 16 կողմերով ուղղանկյուններ պտտել են մեծ կողմի շուրջ, այսինքն մեծ կողմը էսա, այս կողմի շուրջ պտտել են եւ ստացել են գլան։ Այս կողմի վրա որ պտտես։ Այս կողմին համաչափ կստացվի։ Ասել են կետի պտույտից ինչ է առաջանում։ Շրջանակ։ Շրջանակից, իսկ հատվածի պտույտից շրջանակ։ Եվ ստացված ուղղանկյան կողմերը նկարված
R-ը, այսինքն այս կոնկրետ այս շրջանագծի շարերի, հա։ Ինչին էր հավասար 6-ին, կողմերից 12 մի հատ նշենք, որ 6-ին է հավասար, գրիվերը հավասարը 6-ին հավասար։ Իսկ AB-ն հավասար է 16։ Մեզանից պահանջում է, առաջին պահանջը պլանի կողմնային մակերևույթի մակերեսը։ Այս կողմնայինը հավասար է 2π r հաշի, էդ էլ հավասար է 2 անգամ π, բազմապատկաց 16-ը և բազմապատկաց 12-ը, հավասար է 384 π։ Ստուգում ենք երեխաներ բոլորը սենց ենք ստացվում։ Այո, ճիշտ։ Նստի, Ելենա, երկրորդ վարժությունը ձեր խումբն ալվում, եկեք, ով ավակը, ինչ պիտի գտնենք։ Պիտի գտնենք Ստացել ենք երեխաներ բոլորս այս թիվը։ Նստիր, երրորդը Սիլվիան։ Երրորդը ինչ պիտի գտնենք։ Պետք է գտնենք ստացված գնահատանի առանցքային հատույթի մակերեսը։ Ինչ պատկեր է առանցքային հատույթը։ Ով անգլում։ Ապրես, հատույթը անգլունը։ Ուղղակյան մակերեսն է գտնին չէ։ Ինչ թողադարձարել 16-ը, պատասխան, ստացել ենք ես թիվը երեխաներ, ճիշտ է։ Եկեք մի հատ քվիզից խաղանք ու ձևավորով գնահատում անենք, լավ։ Հիմա միացում բացում ենք Google, գրում ենք քվիզից, գիտենք արդեն ինչպես ենք միանում, բոլորը միանում ենք։ Ես կոդը կասեմ, կհավաքեք։ Հավաքեք կոդը։ Սիրուն հայատար ձեր անուններով գրանցվում եք երեխաներ։ Կարող եք միանալ։ Այսօրվա դասի հարցերն ա երեխաներ։ Նոր հայացք լանու առանցքին ապահատույթը
Առաջին տեղում էին Լիանան, Լիլիթը, Օվսանան և Սիլվին։ Այսօր ձևավորող գնահատական, սիրուն կարմիր պլյուսներ կստանան Սիլվին, Լիլիթը, Լիանան և Օվսանան։ Ապրեք երեխան։ Լավ, երեխաներ, վերջացրեցինք դասը, հասկացանք, տեսանք, որ հասկացել եք գլանի մակերևույթի մակերեսը դասը, չէ, հասկացել եք բոլորս։ Այո, ինչ գիտենք, ինչ իմացանք, մենք քննարկեցինք ինչ գիտենք և ինչ իմացանք, հաջորդ ժամը կշարունակենք խնդիրներ։ Լավ, նշում ենք երեխաներ տնային աշխատանքը դասագրքից է, գրելու ենք խնդիր 10-ի անբ։ Գրեմ վրա դաստար։